Խոսքը Հայաստան դրսում ծնված եւ Հայաստան եկած երեխաներին է վերաբերվում։ Այսինքն, երբ որ մենք ծնողը գալիս է, դիմում է, ասում է տվեք բանը, իմ միանվագ ծննդյան նպաստը։ Երեխան պետք է լինի Հայաստանում, ու կարող է հենց այդ պահին չլինի, մի ամիս հետո լինի, բայց խոսքը նրա մասն է, որ դրանից մի ամիս հետո էլ ստեղ չի։ Այդ հարցը ուրիշ ձև է կարգավորում։ Երբ որ մենք պարբերական վճարումները տալիս ենք, նույն ձևով ինչ որ կենսաթոշակը, մենք տարեկան մի անգամ ներկայանալու հարց ենք դնում։ Բայց տարեկան մի անգամ ամառը կարան Վարդավառին գան, ասենք ու ներկայանան, դա չէ։ Դա էլ է հարց, այդ ընդհանուր եմ ասում, բայց այդտեղ ուրիշ հարց կա, մենք տվյալների մաքրության խնդիր ունենք։ Բանակ չգնալու համար։ Հա, բանակի հարցն է։ Բոլոր տղաներ են այդ դեպքում, թե։ Բայց պարտադիր չի մենակ տղաները։ Վստահ չեմ բոլորը, բայց եթե վիճակագրություն անենք, կպարզվի, որ մեծամասնությունը։ Շատ լավ, եթե ինչ-որ բան սխալ ենք հասկացել, ինչ-որ բան սխալ ենք ձևակերպում, հարցը դա չի, բայց պետք է երեխեքը գրանցվեն, ուրեմն, այսինքն դե յուրե, եթե իմ ընկալումն էր, որ իրանք ընդհանրապես Հայաստանում չեն, բայց դե յուրե իրանք Հայաստանում չեն, առնվազն ամբողջական տրամաբանության մեջ, այդ թվում այո, դա արվում է բանակ չգնալու համար, ինչը ընդունելի չէ։ Ինչը ընդունելի չէ։ Ուրեմն երևի մեծամասն միայն բանակ։ Այսինքն հիմա եթե երեխեքը Հայաստանում են, մնում է պարզապես պետք է սահմանված կարգով գրանցվեն, դա քաղաքացիական կացության ակտերի։ Այսինքն պետք է գրանցվեն, դե յուրե իրանք պետք է լինեն Հայաստանում։ Եվ նաև դե ֆակտոն էլ է կարող։ Դե ֆակտոն, ասում եմ, այդ այլ մեխանիզմով է, այդ պարբերական վճարներով, երբ որ լքում են արդեն Հայաստանը, մենք դադարում ենք պարզապես։